Աշնան-զով եղանակին մարմինները կոփելու համար չէ, որ այս երեխաները դրսում են մարզվում։ 7 տասնյակից ավելի արցախցի պատանի կարատեիստները զրկվել են մարզադահլիճից։ Այն, որ այս երեխաները հայտնվել են փողոցում, դա ոչ թե օրենսդրական խախտում է, դա բարեկրթության նորմերի խախտում է։ Այս երեխաները ինչ են արել։ Այս երեխաները կյանք են կոչել մի օբյեկտ, որ ընդհանրապես չէր շահագործվում։ Համար 17 հատուկ դպրոցի մարզադահլիճը չէր շահագործվում, երբ Արմեն Պետրոսյանն Արցախը ստիպված լքելուց հետո հենց այս դպրոցում որոշեց մարզել իր սաների մարմինն ու միտքը։ Պահել Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։ Դպրոցի տնօրենի հետ նա 2023 թվականին հուշագիր է ստորագրել մարզադահլիճն անհատույց օգտագործելու համար։ 2 տարի անց Հայաստանի կարատեի չեմպիոնները հայտնվել են դրսում։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ուրիշ պլաններ ունի այս դպրոցում եւ չի բավարարել մարզադահլիճը անհատույց օգտագործելու մարզչի խնդրանքը։ Ասել եմ եկեք մի հատ հանձնաժողով սարքեք կրթության ձեր մասերով։ Որոշեք, ես զոհվածի երեխաներից մի դրամ փող չեմ վերցնելու։ Գումարով անեք, իմանաք այդ ինչ արենդ կտակ, բանի փողա այդ ինչի փող կտանք, իմանաք ոնց եք անում։ Արմեն Պետրոսյանի խոսքով խնդիրներ առաջացան, երբ դպրոցի նախկին տնօրենին ազատեցին աշխատանքից։ Ընդդիմության ցույցերին մասնակցելու համար նոր տնօրենը 2 ամիս է արդեն նոր կարգ է հաստատել։ Համակարգողը ասում է, եթե երեխաները մոտիկանան դպրոցի դարպասին, ես պահակի փոխարեն ոստիկանա դիմավորելու։ Հիմա ես հարց եմ տալիս, լավ, կրթության նախարարությունը շահագրգռված է, որ Մարմնակրթական դաստիարակություն լինի, այո թե ոչ, եթե շահագրգռված է, ինչու իմ կողքին չի կանգնած, այլ իմ դեմ է կանգնած։ Հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների այս դպրոցը նախարարության որոշմամբ պետք է հատուկ դպրոց ռեսուրսի կենտրոն դառնա։ Այդ պատճառով է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը պահանջում ազատել մարզադահլիճը։ Բայց ինչ անի 16 տարի կարատեին նվիրված մարզիչը, ուր տանի իր 70-ից ավելի սաներին։ 2 տարի խնդրել եմ հանդիպում նախարարի հետ, այդպես էլ չեն ընդունել։ Հիմա այս թոհուբոհի մեջ այսօր ինձ զանգում են, ասում են մյուս շաբաթ կարող է ձեզ տեղակալը ընդունի։ Հիմա այնպիսի համակարգ է ստեղծված, որ ում մոտ գնում ես ինքը պատասխանատվությունը տեղափոխում է այլ հարթություն։ Այսօր կրթության նախարարությունը մի բաժին ասում է մենք չենք զբաղվում, մյուս բաժինն է զբաղվում, մյուս բաժինն ասում է ընդհանրապես դա կրթական ոլորտին չի վերաբերվում։ Աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը պատվով ներկայացրած պատանիները չեն ուզում մեկ օր անգամ դադարեցնել պարապմունքները, մարզվում են նույնիսկ սառը գետնին նստած, ասում են կարատեն է սովորեցնում երբեք չհանձնվել։ 1-2 աշգետան Շուտ եղանակ է դրսում, բայց մենք հələ որ պարապում ենք, բայց մենք շուտով կունենանք նոր մարզադահլիճ։ Շատերը կարող է օրինակ պարապեն մրցեն հիվանդանան, դեմը լիքը միջոցառումներ կա, մրցումներ կա, որոնք չեն կարող մասնակցել, եթե հիվանդանան։ Դա մեզ օգուտ չի տալիս։ Խայտառակություն են անվանում իրավիճակը երեխաների ծնողները, այստեղ էին իրենց երեխաները սովորում հաղթել։ Գենոցիդից փրկված, թուշների ձեռից պրծած, բլոկադայից հրկված, մի կերպ օրերով ճանապարհ կտրած, եկած ստրեսի մեջ ապրումներ ունեցած երեխաներին չի կարելի սենց վերաբերվել։ Արմեն Պետրոսյանը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, նոր տարածք է փնտրում, որ արցախցիները իրար գլխի հավաքվեն, նաև հաղթանակներ տոնելու համար։ Սա միակ տեղն է, որտեղ արցախցիները հավաքվում են բացի Սքո սրահներից։ Միշտ էլ ասել եմ, արցախցիները համատեղ հավաքվում են, իրար տեսնում են միայն վատ դեպքերի ժամանակ Սքո սրահներում եւ տեսնում են իմ մոտ։ Աննա Գյուլնազարյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։